Փաշինյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարես եթերին, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես երևի սկսենք 2 ամսով կանոնավորվեց գործարար բարերար Սամվել Կարապետյանը, տեսակ ինչ է տեղնում իր նկատմամբ, տեսակ թե Նիկոլ Փաշինյանն ուղղակի նորության մեջ ինչ գրառումներ էր անում, արա դեր միջամտի, արա ճուրան պարտվել ես, արա ես ձեր հարցերը քո մի խոսքով չգիտեմ, անգամ բարերար նկարագրելու չի իր այդ գրառումները, խնդրեմ, սկսենք այս հարցից, վերաքննիչ բողոք է ներկայացրել իհարկե փաստաբանական խումբը պարոն Կարապետյանի, սկսենք այս հարցից եւ նաեւ մյուս հարցերն անդրադառնալ։ Շնորհակալ եմ Մարիամ ջան, ողջունում եմ մեզ բոլոր դիտողներին։ Այո, մի քանի օր առաջ ականատեսը դառանք նոր ցնորամիտության Հայաստանի Հանրապետությունում կալանավորվեց մեծ բարերար, խոշոր ներդրող եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում պարոն Սամվել Կարապետյանը։ Ոչ բոլորն են տեղյակ պարոն Կարապետյանի իրականացված աշխատանքներից եւ ասեմ ձեզ տեղյակ չեք, որովհետեւ այդքան պարկեշտ մարդ է, որ շատ դեպքերում նույնիսկ ասում էր պետք չի հիշատակել, որ ես եմ գումարը տվել։ Անձնապես որպես հիմնադրամի տնօրեն շուրջ 10 տարի պատիվ եմ ունեցել պարոն Կարապետյանի հետ բավականին հաճախ շփվել, հանդիպումներ ունենալ եւ ասեմ, որ մի մարդ էր, ով չուներ չէ բառը, եթե խնդիրը վերաբերվում էր Արցախի Հանրապետությանը կամ Հայաստանում ինչ որ կարևոր ծրագիր իրականացմանը։ Այդ մարդու մասին է խոսքը գնում։ Հիմա պետք է հասկանալ ի վերջո ինչ էր ստանում պարոն Կարապետյանը պաշտպանելով եւ սատար կանգնելով հայ առաքելական եկեղեցուն, ում իմիջայլոց պարոն Կարապետյանը տարիների վեր օժանդակում է, ֆինանսավորում է տարբեր ծրագրեր, սկսած եկեղեցաշինական ծրագրերից մինչև այլ միջոցառումների ֆինանսավորում, եւ դա անում է կրկին ոչ թե նրա համար, որ բոլորը իմանան, այլ անում է իր հոգու հանգստության համար։ Ընդհանուր առմամբ ցանկացած բարեգործություն արվում է հոգու հանգստության համար եւ ես կասկած չունեմ, որ այսօր պարոն Կարապետյանը լինելով կալանքի տակ, լինելով մենախցում, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ամբողջությամբ հանգիստ է հոգով։ Հանգիստ է, որովհետեւ նա ապրել է ճիշտ կյանք, նա ապրում է ճիշտ կյանք, նա կարողացել է ճիշտ ղեկավարել իր բիզնեսները, նա կարողացել է ճիշտ սերունդ տալ, նա կարողացել է օրինակ ծառայել տասնյակ հազարավոր կամ 100 հազարավոր հայերի համար եւ ոչ միայն հայերի, նաեւ Ռուսաստանում մենք գիտենք, որ նա շատ հայտնի է։ Հիմա ինչ ուներ այդ մարդը ավել ուզելու, իհարկե ոչ մի բան։ Իր ել ավելի շատ իր հայրենիքի հետ կապը ի վերջո վերածվում է ներդրումների եւ բարեգործությունների, այսինքն իրականության մեջ նա ապրում է մի այնպիսի մակարդակում, որտեղ ցանկացած ավել բան, որը նա անում է, դա իրականում պակասացնում է իր միջոցները, ոչ թե ավելացնում։ Ակնհայտ է, չէ՞ որ այդ մարդու էությունը այլ է։ Նա ուզում է կիսել իր բարեկեցությունը իր հայրենակիցների հետ եւ անում է դա ամեն տարի, անում է դա տարիների վեր։ Արցախում նա ուղղակի ամենասպասված հյուրերից էր։ Ես հիշում եմ, երբ որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ պատիվ էր լինում հանդիպել պարոն Կարապետյանին, առաջի հարցը միշտ լինում էր, որ «Էլ ինչ կարամ անեմ, Բակո Սահակիչ, ինչի պակաս կա Արցախում»։ Հիշում եմ, թե ինչ մեծ ոգևորությամբ բոլորս ներկա գտնվեցինք Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցի բացման ծրագրին, երբ որ պարոն Կարապետյանը, եթե չեմ սխալվում, ընդհանուր ծրագիրը մոտ 40-ից 50 միլիոն դոլարի մասին էր խոսքը գնում։ Աննախադեպ հիվանդանոց էր կառուցվել եւ դա ուղղակի ծրագրերից մեկն էր։ Ուղղակի ծրագրերից մեկն էր։ Նույնիսկ ներդրումների մասին, երբ որ մենք խոսում ենք պարոն Կարապետյանի, պետք է վերհիշենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականաշինության ծրագիրը որպես բիզնես պրոյեկտ անիմաստ ծրագիր էր։ Սա բիզնես չէր։ Սա իրականության մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի առողջացման ծրագիր էր ի հաշիվ Սամվել Կարապետյանի միջոցների։ Այսինքն, եթե մենք նայենք այդ ծրագրին որպես բիզնես ներդրում, ապա անիմաստ բիզնես ներդրում էր, անիմաստ փողացախս։
Բայց պարոն Կարապետյանը մտավ դրա տակ, որպեսզի այլ ցանցերը չսննկանան։ Մտավ դրա տակ։ Եվ տարիների վեր, այս տարիների ընթացքում շուրջ 700 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացվել այդ նույն էլեկտրական ցանցերում։ Ասեմ ձեզ ավելին, գնման պայից այսօր Կարապետյանների ընտանիքը 0 դիվիդենդ է ստացել էլեկտրական ցանցերից։ 0։ Սա էլ է շատ կարևոր։ Ապահովել է հազարավոր մարդկանց աշխատանքով, ապահովել է էլեկտրացանցերի կոնստանտ արդիականացումով, բայց ստացել է 0 դիվիդենդ։ Նաև ասեմ, որ նույնը արել էր Արցախում, երբ որ Արցախի էլեկտրական ցանցերը գտնվում էին ուղղակի խայտառակ վիճակում, թե ֆինանսապես, թե նաև ցանցը վերանորոգման կարիք ուներ, պարոն Կարապետյանը կրկին օգնության հասավ։ Եվ ինքը գնեց էլեկտրական ցանցերը եւ սկսեց առողջացման ծրագիրը եւ գումարներով որոտվել էր ցանցերի համար, Արցախ կառավարությունը կարողացել էր մեղմել գոյացած պետական պարտքը։ Այսինքն այս մարդը տալիս է ամենը ինչ կարող է, ամենը, եւ երբեք դիմացը բան չի խնդրել։ Երբեք չի խնդրել։ Հիմա այդ մարդը փաստորեն սատար կանգնեց Հայ Առաքելական եկեղեցուն։ Եվ դրանից հետո մենք բոլորս հասկացանք, որ կրկին ոչ առաջի անգամ, բայց հասկացանք, որ Նիկոլի Facebook-յան էջը օրինակի համար ուղիղ կապ ունի Տաշիր պիցաների հետ, որովհետև Նիկոլը Facebook-ում ինչ-որ բան է գրում, մեկ օր Տաշիր պիցաներ են սկսում փակվել։ Տաշիր քաղաքում գործարան է փակվում, որը պատկանում է Կարապետյանների ընտանիքին։ Կարապետյանի վրա գործ է հարուցվում, Կարապետյանին կալանքի են տանում եւ այդ ամենը Facebook-յան էջով։ Սա էլ է զարմանալի, հա, բոլորիս համար, որ փաստորեն այս երկրում բոլորը վախում են, հա, խոսքը գնում է մարդկանց մասին, որոնք աշխատում են Նիկոլի վրա։ Լավ, դատավորը պետք է ի վերջո հասկանա, չէ, ցանկացած դատավոր, որ իր կայացրած վճիռը դիմացը նստած մարդու վերաբերյալ այլ ոչ թե իր։ Բայց մեր մոտ երկրում դատավորները վերացրել են, գիտեք ինչ, իրանք իրանց վրա են վճիռներ հավաքում։ Թե ձեզ թվում է, որ պատիժը անխուսափելի չի գալու հասնի ձեր դուռը։ Թե դուք պատասխան չեք տալու այն անօրինական վճիռների համար, որոնք կայացնում եք։ Քավլից իհարկե կան դատավորներ, որոնք կարողանում են այս խայտաբղետ, այս անընդունելի իրականության մեջ դեռևս պարկեշտ իրենց պայել եւ իրականացնել արդարադատություն, բայց ցավոք սրտի մենք չենք կարող դա ասել բոլորի մասին։ Կան դատավորներ, որոնք ուղակի Նիկոլի պես հոդվածներ են շալակում իրանց վրա։ Ուղակի շալակում։ Եվ ականատեսը մենք եղանք դրա, երբ որ Facebook-յան էջով հրանք ստացեց, որ պետքա կալանավորեք։ Մի մարդու ում մեղքը փակագծերի մեջ դնանում է, որ նա սատար է կանգնել Հայ Առաքելական եկեղեցում։ Տեսեք, ի վերջո Սամվել Կարապետյանին որպես մերօրյա մանթաշև պետք է դիտարկել հետևյալ կերպ։ Լավ, ամեն ինչը ձեռքից խլեցիք Հայաստանի Հանրապետությունում, ամեն ինչը։ Դուք հասկանում եք, որ դուք դրանով այդ մարդուն ֆինանսական առումով շատ մեծ վնաս չեք տալի, բայց դուք դրանով ահռելի վնաս եք տալի Հայաստանի Հանրապետությանը։ Սամվել Կարապետյանը կամ իր ընտանիքը դա անց չէ, դա մեկ ընտանիք չէ, դա տասնյակ հազարավոր ընտանիքներ են, որոնք ապրում են իշնորհիվ նրա, որ այդ մարդիկ Հայաստանում բիզնես են ծավալում։ Եվ իրենց տեղը գրավել շատ դժվար կլինի։ Այսինքն եթե դուք ձեր նպատակ եք դրել այս մարդկանց ամեն գնով Հայաստանից հանել, ապա ձեր նպատակն է Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց անգործ թողնել, սոված թողնել։ Այն նույն մարդկանց, որոնց շնորհիվ դուք 18-ին գոռում եք, որ հեսա տեսեք, լավ ենք ապրելու։ Էսաց է լավ ապրելը։ Դա ոնց կարելի է այսքան ճղճիմ լինել։ Կրկնում եմ, մի մարդու ում միակ փակագծերի մեջ մեղքը նա է, որ նա սատար է կանգնել Հայ Առաքելական եկեղեցում։ Ասեմ ձեզ ավելին, նույնիսկ բան էի արել, նկարը մոտս պահել էի, որ ձեզ կարդամ ես խայտառակություն, էլի։
Արսեն Թորոսյան, իրանց այդ ուսապարկերից մեկն է։ Բառացի ցիտում եմ։ Սամվել Կարապետյանը տեղը չի բերում, ոնց պետք է խոսի ընտրված իշխանությունների հետ սպառնած գործողություն անել։ Ուրեմն ասեմ, ինչն է հետաքրքիր։ Այսինքն, երբ որ դու սատար ես կանգնում հայ առաքելական եկեղեցուն, ստացվում է, դու սպառնում ես Հայաստանի Հանրապետության իշխանություններին, բայց երբ որ դու ասում ես, որ Հայաստանի 60% Ադրբեջանն է, դու չես սպառնում։ Երբ որ դու Արցախի ժողովրդին բռնի ճնշման ներքո Ղարաբաղից հանում ես, դու չես սպառնում Հայաստանին։ Երբ որ դու Թուրքիայում հայտարարում ես, որ Հայաստանը պետք է Զանգեզուրի միջանցք տա, դու չես սպառնում։ Այդ ամեն ինչ իրականություն է, չէ՞, այդ բոլոր ինչ որ ես նոր նշեցի իրականություն է։ Փաստորեն Արսեն Թորոսյանի համար այդ ամենը սպառնալիք չէ։ Իսկ Սամվել Կարապետյանի եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն սատարելը սպառնալիք է։ Հարգելի ժողովուրդ, այդ դա պետք է ձեզ հասկանա։ Սրանք Թուրքից ու Ադրբեջանցուց սպառնալիք չեն տենում։ Զրո է իրանց մոտ սպառնալիքը ընդեղից, որտեվ ամեն ինչով կատարում են իրենց պլանը, ամեն ինչով։ Եթե Հայաստանին հեռվից նայենք, ապա Հայաստանը շատ նմանվել է արդեն թուրքական վիլայեթի, որում բոլոր որոշումները կայացվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խորհրդակցելիս։ Եվ ցավոք սրտի Սամվել Կարապետյանը այդ որոշումների մի մասն է դառել, որովհետեւ կա պայքար եկեղեցու դեմ, որը ունի երկու նպատակ։ Տեսեք, եկեղեցու դեմ պայքարում Նիկոլը կներեք եւ Թուրքիայի Ադրբեջանի շահերն է բավարարում, եւ նաեւ ինչ է անում։ Փորձում է կոտրել հայ ժողովրդի մեջ քրիստոնյա լինելու այդ բան էլի, որ մենք քրիստոնյա ենք, դա ասում փորձում ջարդել։ Ես կասկած չունեմ, որ ինչ որ պահի Նիկոլ իր Facebook-յան էջով կամ ինչ որ fake էջերով սկսելու են տարածել ինչ որ ձայնագրություններ, ինչ որ փաստաթղթեր, որոնց 99%-ը սուտ է լինելու, բայց կապված են լինելու մեր հայ առաքելական եկեղեցու հետ։ Նիկոլը չի կարա հացնի վեհապարի հրաժարակին, դա ես բացառում եմ, բայց ինքը փորձելու է ամեն կերպ վարկաբեկել եկեղեցուն, ինչի համար, որպեսզի եկեղեցու սպասավորների կարծիքը այլևս չունենա այն ազդեցությունը ժողովրդի մեջ, ոնց որ ունի հիմա։ Եվ եթե հետ գնաք 2018 թվական, ապա դուք կհասկանաք, թե ոլորտ առ ոլորտ ոնց է Նիկոլը այնպես արել, որ մենք վերածվել ենք մի հասարակության, որում այլևս չկան արժեհամակարգեր, որում այլևս չկան մարդիկ, ում խոսքը լսելի է բոլորի համար կամ մեծամասնության համար։ Դուք հիշում եք 2018-ին, երբ որ Նիկոլը նոր էր զավթե իշխանությունը, կասկածից վեր էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բանակները վայելում էին ժողովրդի 99%-ի հավանությունը։ Ժողովուրդը վստահ էր, որ մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղն է։ Ինչ արեց Նիկոլը։ Կլուբնիկ բաժանելով ամեն օր սկսեց հեռուստատեսությամբ եւ սոցիալական հարթակներով վարկաբեկել այդ նույն բանակի սպաներին։ Ամեն օր ձերբակալություններ, ամեն օր ինչ-որ սուտ պատմություններ, նույնը հիմա ինքը անում է եկեղեցու հետ, որտեղ եկեղեցին ցավով պետք է նշենք, որ մնացել է միակ օջախը, որի կողմից արտահայտված մտքերը դեռևս հասարակության հոծ բազմության համար ընդունելի են եւ լսելի։ Դրա համար ինչ անում Նիկոլը, ընտրություններին առաջ փորձում է նաեւ այդ օջախը կոտրել։ Ինքը ուզում է, որ այս հասարակությունը չունենա որևէ հեղինակություն։ Ինքը գիտի, որ ինքը հեղինակություն երբեք չի էլ կարող լինել, բայց իրան պետք է որ ուրիշ հեղինակություններ չլինեն հասարակության մեջ։ Իրեն պետք է որ իր այդ 10-15% ընտրազանգվածին տակ պահել, դրա համար այդ թալանին կերանբան այդ ապուշ իրա բաներն անընդհատ ասում, որտեղ այդ զանգվածը դրանով ցավոք սրտի բավարարվում է եւ կշտանում։ Իսկ մնացածի համար ինքը փորձում է կազմաքանդի բոլոր հնարավոր պայքարի մեխանիզմները, նույնիսկ խոսալու։
Ինքը տեսնում հա, որ տարբեր հոգևորականներ, երբ որ տալիս են հարցազրույցներ, տասնյակ հազարավոր մարդիկ նայում են հարցազրույցները։ Հիմա դրա դեմ ինքը չի կարող պայքարի, բայց ինքը կարող է այնպես անել, որ վարկաբեկելով այդ մարդկանց ստիպի ժողովրդին որոշ չափով ավելի քիչ նայել, ավելի քիչ հավատալ։ Եվ մեզանից բոլորից է կախված, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեր հասարակությունը սնվի այդ ապուշ թեզերով։ Իրոք մեզանից է կախված, բոլորից, մեզ այսօր լսողներից, երբ որ ձեր մոտ գան հարևանները կամ ընկերները ասեն, հորա տեսար Նիկոլը ինչ հայտարարեց, տեսար վեհապար ինչ արել, մի անգամից թռեք դեմքին, ասեք սուտ է, մենք չպետք է թույլ տանք, որ սուտը Հայաստանում տարածվի, հասկանում եք, սա շատ կարևոր է։ Պարոն Կարապետյանը գնա մինչև վերջ, թե ամեն դեպքում դրին են տեսեք, այսօր Սամվել Կարապետյանը տարածել է հայտարարություն իր փաստաբանների միջոցով, որը հենց նրա մասին է, որ նա պայքարելու է։ Ես ճանաչելով անձնապես իրեն, հույս ունեմ եւ կասկած չունեմ, որ նա կպայքարի։ Մի այլ հարց է, որ շատ զարմացած եմ, որ անցել է արդեն մի քանի օր, բայց ես չեմ տեսել ոչ Սամվել Ալեքսանյանի, ոչ Ծառուկյան Գագիկի սատարման խոսքերը ի հանդեպ պարոն Կարապետյանի։ Միգուցե ընտանեկան մակարդակի վրա զանգեր եղել են, չգիտեմ, միգուցե, բայց ակնհայտ է, որ կա վախ հանրայինորեն պարոն Կարապետյանին սատարելու։ Այդ բոլոր մարդկանց, ոչ միայն այդ երկուսին, բոլորին, նաև Ռուսաստանում բնակվող շատ գործարարների, ուզում եմ ասել հետևյալը, մի օր ձեր հետևից գալու է, եթե այսօր չպայքարեք, գալու է ձեր հետևից, և ընդ որում Մարիամ ջան, պետք է հետ գնամ 2018 թվին, եթե 2018 թվին, մենք բոլորս պայքարեինք, երբ Նիկոլը ապօրինի կալանավորում առաջադես նախագահ Քոչարյանի հանդեպ, եթե այդ ժամանակ բոլորս պայքարեինք, այսօրի չէինք լինի, ուղղակի չէինք լինի, բայց քանի որ շատ մարդիկ այդ ժամանակ վախեցան խոսան, նույնը հիմա անում են բիզնեսի ներկայացուցիչները, եւ պետք է իրենց գլխում հասկանան, որ միևնույն է, ձեր հետևից է գալու, ընդ որում Մարիամ ջան, տարբեր տեսակի գալ կա, անպայման չի բանտախցում հայտնվեն։ Ես կասկած չունեմ, որ մյուս տարի Հայաստանում տնտեսական իրավիճակը ուղղակի խայտառակ է լինելու, ուղղակի խայտառակ։ Այդ վիճակում Նիկոլին պետք է լինելու ցանկացած ձևով լցնել բյուջե։ Ինչ է կարծում ում հետևից է նա գնալու։ Իհարկե ամենահարուստների, միանշանակ, տասնյակ միլիոնավոր, 100 միլիոնավոր դոլարներ է իրենցից վերցնելու, որպեսզի կարողանա կատարել բյուջեն։ Ամեն տեղ էլ մտնելու է։ Նիկոլը չունի սրբություն, դա պարզ է։ Հասկանում եք, եկեղեցու դեմ պայքարում է մի մարդ, որ նույնիսկ եկեղեցով ամուսնացած չէ, ունի 4 զավակ, փաստորեն անորեն։ Հիմա այդ մարդը, որը չունի որևէ տեսակի սրբություն, ինչի է պատրաստ։ Ես ասում եմ ամեն ինչի։ Ախր գիտես ինչ Մարիամ ջան, սա ինչքան է բանա հնչում, այսինքն պարզ նախադասություն է, բայց մենք ունենք այսօր իշխանություն, որը ասում է, որ 300,000 ադրբեջանցու Հայաստան գալը նորմալ է, Սամվել Կարապետյանի կողմից հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելը սադրանք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Պարզ նախադասություն է, բայց իմաստը ահավոր է, ուղղակի ահավոր։ Գնացել է Թուրքիա Նիկոլը 3։ Ակնհայտ է, չէ, որ ինչ որ պատճառ կար գնալու։ Կարապետյանի թեման, հայ համայնքի հետ է հանդիպել Թուրքիայի, ասել հրավիրել է Էրդողանին Հայաստան, բավականին ոգևորված, բավականին տպավորված, այդ լուսանկարները, այդ հաղորդագրությունները, որ տարածվեցին, ինչ տպավորություն ունեք դուք, խնդրեմ։ Տեսեք, Իմիջիայլը զայնքեսուրի միջանցքի վերաբերյալ հարց են տալիս, անեկդոտ է պատմում։ Տեսեք, Թուրքիայի այցի հետ կապված մենք միայն կարող ենք ենթադրություններ անել, քանի որ ինֆորմացիան շատ սակավ է իր այցելությունից։ Նախ տարօրինակ էր այն, որ հանդիպումից հետո տեղի չունեցավ երկուստեք ասուլիս,
որի ընթացքում իրենք կպատասխանեին հարցերի։ Սա մեկ, այսինքն երկու կողմերը հրապարակեցին շատ համառոտ տեքստեր, որոնք ոչ մի բան չեն խոսում։ Ըստ իս Նիկոլի Թուրքիա այցելության գլխավոր նպատակը հանձնարարություններ ստանալն էր։ Ընդ որում, ինչու է գնացել, դա էլ բացատրեմ։ Հեռախոսով վախում են խոսան, որտեղ կարող է տարբեր երկրների հատուկ ծառայությունները տեղեկանան ինֆորմացիայի, դրա համար ստիպված գնացել հասել է Թուրքիա, որպեսզի բերանացի ստանա այն բոլոր քայլերի հաջորդականությունը, որը պետք է անի։ Ակնհայտ է, անկասկած է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի թեման էլ ավելի կարևոր է դառնում այս օրերին եւ չեմ կարծում նրանք երկար սպասելու են։ Մենք գիտենք, որ ռուսական կողմը պնդում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա, որ այդ ճանապարհը պետք է լինի իրանց վերահսկողության ներքո, ընդ որում պետք է նաև դա գիտակցենք, որ սա միակ տարբերակն է, որում Ռուսաստանը կարող է երաշխավորել Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ այդ ճանապարհը միշտ Իրանը Հայաստանը կարող է օգտագործել որպես տարանցիկ երկիր եւ Ռուսաստանը չի թույլատրի, որպեսզի Սյունիքի մարզը դառնա Թուրքիայի կամ Ադրբեջանի մաս։ Այսինքն սա միակ տարբերակն է, որում Ռուսաստանը կարող է այդ երաշխիքը տալ։ Բայց ինչ է արվում իրականում, Ռուսաստանը դուրս է մղվել հայ-ադրբեջան բանակցություններից, Ռուսաստանի փոխարեն այդ միջնորդի դերը վերցրել է Թուրքիան, եւ ինչքան էլ Հայաստանը հայտարարում է, որ մենք ուղիղ ենք բանակցում Ադրբեջանի, դա սուտ է։ Հայաստանը ոչ թե բանակցում է, այլ ուղղակի ստանում է փաթեթավորված պահանջարկներ, համակարգած, 1, 2, 3, 4, 5, 6, ու մեկու մեջ Թուրքիայի ղեկավարն է կապնվում, ասում է, այս երկարացնում է, շուտ արա։ Հիմա տեսեք, մենք որպես ժողովուրդ պետք է հասկանանք, որ ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին ձեռք չի տալի Հայաստանում իշխանապողությունը, որևէ կերպ ձեռք չի տալի, որտեվ լոտո են շահել։ Այսինքն հայկական արտադրության էլ չի բեյ է իշխանության եկել, որը պատրաստ է հանուն իր իշխանության ամեն ինչի։ Կրկնում եմ, ինքը մինչև իր այդ դաչեկը որտեղ ապրում է, իր սահմանը հող հանձնելու այդ դաչեկն է։ Մինչև դաչա չհասնեն, իր համար օքեյ է։ Ինքը պատրաստ է Սյունիքն էլ տա, Լոռին էլ տա, ամեն ինչին պատրաստ է։ Մենակ ինքը կնիկա մնան իշխանության։ Էդ է։ Ընդ որում իրան կարևոր չի, իր վառորդներից երբ որ դուրս գա թուրքերեն է լսելու, թե հայերեն։ Ընդհանրապես կարևոր չէ։ Իրան կարևոր է, որ ախրանան լինի, իրան տանեն գործի, բերեն հետ։ Ինչ տարբերություն, որ վիլայեթի ղեկավար ալնելու։ Եվ կրկնում եմ Հայաստանը այսօր արդեն, եթե հերվից ենք նայում Հայաստանին, վերածվել է վիլայեթի։ Ես սրանք երբ որ խոսում են ինքնիշխանության մասին, ձեռ են առնում։ Ինչ ինքնիշխանություն։ Որտեղ եք դու սենց ինքնիշխանություն տեսել։ Թշնամին մտել է ամեն տեղից այդ տարածքները, դուք դա վտանգ չեք համարում, դուք դա սպառնալիք չեք համարում, բայց մարդուն, ով հայ առաքելական երեցու կողքին է կանգնում, համարում եք սպառնալիք։ Այդ է ինքնիշխանությունը։ Սա ինքնիշխանություն չի, սա վիլայեթացում է։ Անդադ ժողովրդին կատեր տալով, հեսա Թուրքիայի սահմանը բացենք, լավ կլինի, Թուրքիայի սահմանը բացեք, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունը ոչնչանալու է, հասնելու է զրոյական մակարդակի։ Հիմա դա լավ է, թե վատ է։ Ինչ եք դա որպես դրական բան ցույց տալի։ Հայաստանում ցանկացած բան, որը արտադրվում է, չեք կարող դուք Թուրքիայում վաճառեք։ Չեք կարող։ Հայաստանի տնտեսության զարգացումը այսօր պայմանավորված է ԵԱՏՄ-ի անդամ լինելով։ Եվ եթե Հայաստանը շարունակի այս ուղին, որը այսօր բռնել է, ասում են Եվրամիության անդամ ենք ուզում դառնանք, բայց իրականության մեջ տանում են, պարկասնում են Հայաստանը ամբողջությամբ Թուրքիայի տակ, եթե Ռուսաստանը ինչ-որ պայի նաև ԵԱՏՄ-ից որոշում կայացնի, որ Հայաստանը այլևս չպետք է լինի ԵԱՏՄ-ի անդամ, ապա Հայաստանում ուղղակի սով է սկսվելու։ Ընդ որում սով բոլոր առումներով։ Տնտեսական սով, էներգետիկ սով, ֆիզիկական սով, եւ որևէ թուրք ձեզ երբեք չի օգնելու։ Հակառակը ել ավելի է խորացնելու այդ սովը, որ բոլորը տոմս առնեք ու Հայաստանից գնաք։ Որտեվ միշտ ասել եմ ու նորից եմ ասում, թե Թուրքիային, թե Ադրբեջանին այս հողակտորը իրանց համար շատ կարևոր է, բայց մեկ նախապայմանով, հայ չպետք վրան, հայ վրան չպետք լինի։ Նույնն են անելու, ինչ որ արել են Արցախում։ Նույնը, ինքնակամ չգնանք, ստիպելով են լարելու ստեղից։
Բայց դրա դեմ առնելու ձևեր կան։ Եվ այդ ձևերից ամենակարևորը իշխանապողությունն է։ Այդ ձևերից կարևորը եկեղեցու կողքին կանգնելն է, հայ մնալն է, քրիստոնյա մնալն է, պայքարելն է։ Բայց շատ բան է, որ ժողովուրդն հասկանա, որ ի վերջո մարդը գնաց Թուրքիա, ստացավ ինչ-որ հանձնարարականներ, կոնկրետ ինչ են պայմանավորվել, շատ դժվար է ասել, չեմ բացառում, որ միջանցքի հետ կապված են ինչ-որ բան պայմանավորվել։ Իրոք չեմ բացառում։ Եվ խնդիրը, որպեսզի լավ հասկանաք, գնացել է, որ բերանացել է ամեն ինչը բանանը։ Ինչ է, օրինակ Նիկոլը Ռուսաստանի Դաշնությունում Ալիևի հետ չի հանդիպում։ Գիտեք ինչի, որտեվ չեն ուզում թե Նիկոլը, թե Ալիևը, թե Էրդողանը, որ Ռուսաստանը իմանա Նիկոլը Ալիևի հետ ինչ է խոսում։ Դա գաղտնի է պահվում։ Իրանք պատրաստ են Եվրոպայում խոսալ, պատրաստ են Թուրքիայում խոսալ, բայց ոչ Մոսկվայում։ Այ մենակով Մոսկվա գնում է։ Իր համար sense անորոշ նստում հետա գալի։ Կարող է ինչ-որ խոստումներ էլ հանդեպ տալի, որոնք ես կասկած չունեմ, այլևս ոչ մեկ լուրջ չի վերաբերվում։ Բայց այո, մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ Հայաստանում Ղարաբաղ բառ արտասանելը արդեն կարծես թե դառնում է քրեորեն պատժելի, եկեղեցու մոն վառելը դառնալու է քրեորեն պատժելի, ելուր մնաց եկեղեցուն սատար կանգնելը դառնալու է կրկին քրեորեն պատժելի։ Մենք տեսնում ենք, հա, որ ամեն ինչ անում են, որ դատարկված Արցախից եկած մեր քույրերը եւ եղբայրները չմնան այստեղ։ Կառավարության վերաբերմունքը այնպիսին է, որ ստիպում են մարդկանց ուղղակի գնալ այստեղից։ Որովհետեւ կարծում են, որ արցախցիները կարող են դառնալ վառվող օջախ իրանց համար։ Արցախցիները կարող է փորձեն փողոցներում պայքար սկսեն, արցախցիները կարող են պանջատեր լինեն։ Դրա համար ինչ են անում, ամեն ինչից կտրում են, ասում են, դե տեսեք ոնց է գյոլա գնում։ Պարզամարտիկ պետք է մի կերպ ապրեն, դրա համար սկսում են արդեն փրկություն մանկալ այլ երկրներում, մեծամասամբ իհարկե Ռուսաստանում։ Ակնհայտ է, որ նաև Էրդողանի հետ հանդիպումից հետո ես կրկին կասկած չունեմ, որ մոտակա ժամանակները մենք ականատես ենք լինելու բավականին լուրջ շարունակությանը հակառուսական քայլերի։ Ինչքան էլ դա անհավատալի հնչի, բայց Թուրքիա եւ Ադրբեջանի թիվ 1 նպատակը Արցախից հետո դա Ռուսաստանի ռազմաբազաները Հայաստանից դուրս անումն է։ Եվ անկախ նրանից, թե Նիկոլը, Ալենը, Արարատը, մնացածը ինչ են ասում, որ մենք նպատակ չունենք Ռուսաստանի հետ կարաբերությունները կտրելու կամ նպատակ չունենք ռազմական ներկայությունը Հայաստանում կրճատելու, վերհիշեք, թե ինչ էր ասում Նիկոլ 2018-ին Արցախի մասին։ Վերհիշեք։ Նույն Նիկոլն էր, չէ՞, կանգնած Ստեփանակերտում գոռում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ուր է իմ Արցախը։ Հիմա նույն ձևել է հայտարարումը, որ Ռուսաստանի հետ մենք կապերը պահելու ենք, որ Ռուսաստանի ռազմաբազան թող ստեղ լինի, բայց արի ուտես, որ այս 2 տարվա մեջ սահմանային կետերում ռուսերին ամենտեղից հանել են։ Արի ուտես, որ ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը կիսագրագետ կանայք ունեն դրանք, կիսագրագետը չէ, անգրագետ, Թուրքից փող ստացողներ, որոնք գնում են եթերներ ու ինչ-որ սկսում են Ռուսաստանը հիբրիդային պատերազմը մխում բնորոշ հիվանդ չեք, հիբրիդային պատերազմը դուք եք ձեր թուրքերով։ Դուք թուրքերի գործակալներ եք, որոնք մտել եք հայ ժողովրդի հասարակական կարծիքի մեջ եւ փորձում եք բոլորի մեջ սերմանել հակառուսական տրամադրություններ։ Բայց Ջորջան հասկացեք, որ դրա տակ թաքնված է Սերիայի հանդեպ Թուրքիայի։ Ու չկարծեք, թե իրանք չգիտեն ինչ են անում։ Ասեմ ձեզ ավելին, իրանք հավատում են, բոլորով հավատում են, որ Հայաստանի փրկությունը Թուրքիան է։ Դա իրանք հավատքն է։ Մի կարծեք, որ ինչ-որ պահի իրանք խելքները գլուխն են հավաքելու, ասեն, «Արա չէ, դեսես չեղավ»։ Ոչ, իրանք համար, իրանք պատկերացմամբ Հայաստանի փրկությունը Թուրքիան է։ Եվ փրկելու են Հայաստանը այնպես, ինչպես փրկեցին Արցախը։ Նույնպես են փրկելու։ Հիմա եթե մենք չենք ուզում այդպես փակագծերի մեջ փրկվել, ապա պետք է պայքարենք դրա դեմ։ Պայքարենք բոլոր հնարավոր մեխանիզմներով։ Բոլոր։ Այսքանը Մարիամ ջան։ Ես ուզեմ նաև, քանի որ զուգահեռ ընթանում դուք չեք հասցել ծանոթանալ, ինչ է հայտարարում Թուրքիայում։ Զանգեզուրի միջանց չի լինելու է խաղաղության խաչմերուկ։ Արաքսից այն կողմ Հայաստան չկա, Արաքսից այն
Ինչ մեկնաբան ես Մարիամ ջան, ես նորից եմ ասում, թուրքական եւ ադրբեջանական այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետություն չպետք է լինի։ Իրանք դիտարկում են մեզ որպես մաքսիմում 10,000 քառակուսի կիլոմետր ունեցող մի երկիր, որում ցանկալի է այդ երկրում էլ այդ 10,000-ի մեջ էլ հայ չմնա։ Այս ամեն ինչով մեր ժողովուրդը անցել է 1918-ից 20 թվականներ, ամեն ինչով անցել է այս ժողովուրդը, մեկը մեկին կրկնվում է, այն ժամանակ էր կուտ էին տալի, հա, Սևերի պայմանագրով, կտեր էին տալի, որ հեսա ծովից ծով Հայաստան եք լինելու բան, վերջը բերին Ալեքսանդրապոլը դեմ տվին, նույնն է, նույն վիճակն է, եւ այսօր ունենք մարդիկ, որոնք հավատում են, որ դա ճիշտ է, եւ դա Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, որը ամեն ինչով ողնուծությամբ ծառայում է թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Ու այդ է հասկանում եք, ինչ Զանգեզուրի Միջանցք։ Սրանք ամբողջ Հայաստանն են ուզում։ Ընդ որում ոչ միայն պանթուրանական նախագծի համար, այլ նաեւ Իրանի հանդեպ եւս մի լծակ օգտագործելու համար։ Գաղտնիք չէ, որ Իրանը Հայաստանը օգտագործել է որպես տարանցիկ երկիր, շփվում է աշխարհի հետ։ Եվ սա միակ, այսպես կոչված, անկախ իր ուղին է։ Եվ ակնհայտ է, որ հավաքական արևմուտքը, բայց ել ավելի շատ Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը կերազեն, որ Իրանի կապը Հայաստանի միջոցով կտրվի եւ կանեն դրա համար ամեն ինչ։ Գաղտնիք չէ, որ մեր աղքի քարտուղարը, աղքն է, չէ, լավ հավավում է, այլ Իրանը շատ սազում է, թափավում է, հա, լրիվ յախ քարտուղարը շաբաթը մեկ թռնում էր Մեծ Բրիտանիա մի 6-ի ղեկավարի հետ հանդիպելու։ Հարցածակում էլ հենց Նիկոլներ էր հանդիպել։ Դուք նախադեպը հիշում եք, աշխարհի որևէ ինչ որ երկրի ղեկավար գնա հանդիպի Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավարի հետ։ Բայց արի ուտես Հայաստանին է հանդիպում էր։ Աղքի քարտուղարը էլ չեմ ասում։ Շերմանում շաբաթը մեկ գնար արդեն։ Այս ամեն ինչը գլոբալ ծրագիր է, որը ցավոք սրտի դեռևս հաջողվում է իրականացնել։ Օջախներից մեկը կռվի դա Արցախն էր։ Արցախը ընկավ, մնաց երկու բան՝ Ռուսաստանի ռազմաբազաները Հայաստանից հանելը եւ Հայաստանը ամբողջությամբ թուրքական վիլա դարձնելը, որը արդեն նաեւ լինելու է ճնշման գործիք Իրանի վրա։ Շատ պարզ պլան է, շատ պարզ, իրականության մեջ իրոք շատ պարզ է ամեն ինչ կատարվում է։ Անհասկանալին է, ոնց այդ ամենը տենալով դեռևս կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք սրանց լսում են, որոնք սրա գրած պոստերը լայքում են, որոնք ինչ-որ փողոցում ասում են, «Փառք Աստծո, հիմա լավ ենք ապրում»։ Ինչ որ հետարքիր է, այն օրը Մարիամ ջան, դրում են էլի մեկ-մեկ լրատվականներ, կին է, ասում է, «Փառք Աստծո, հիմա լավ ենք ապրում»։ Ուզում ես կարծես մի 5 անգամ նայեցեք, ո գիժա, չէ գիժ չէր։ Ուզում ես հարց տաս, ինչով ես լավ ապրում, էլի։ Այսինքն քո երկրից է տարա ամեն տարի 1000 կիլոմետրով վերցնում են ու դու ասում ես Փառք Աստծո լավ եմ ապրում, կամ որը ասում ես փառք տալի։ Միգուցե իր Աստվածը Նիկոլն է։ Ես չգիտեմ սրանք որ Աստծուն են փառք տալի, բայց մենք բոլորս հայերս մեկ Աստծու ենք փառք տալի։ Եվ մեր բոլորի սպարտականությունն է լինել եկեղեցուն սատար։ Ես չեմ ասում դուրս եկեք փողոց կռիվտվեք եկեղեցու համար, ոչ։ Ես ասում եմ, որ ինչպես եկեղեցին կորոշի, այդպես էլ կանեմ։ Ես զինվոր եմ եկեղեցու ձեռքում։ Կորոշեմ փողոց դուրս գալ, դուրս կգամ փողոց։ Բայց այսօր եկեղեցին ճիշտ է իրան պահում։ Սա շատ կարևոր է, շատ ճիշտ է պահում, չի տրվում սադրանքների։ Եվ եկեք հիշեք մի բան, որ Աստված մի առածց է։ Եթե Հայաստանի Հանրապետությունն էլ մի օր Արցախի օրը հայտնվի, եկեղեցին լինելու է, բայց պետականություն չի լինելու։ Այդպես մի քանի անգամ եղել է։ Եկեղեցին երբեք չի կործանվել։ Դարերով ի վեր եկել ու հասել է։ Եվ մենք եկեղեցուց սովորելու ունենք, թե ոնց եք անում, որ ձեզ այդքան փորձել են ոչնչացնել, բան չեք կարողացել։ Իսկ հայկական պետականությունը ուզեցել են ու ոչնչացրել են։ Այսքանը Մարիամ ջան։ Ուժայիններում վերահսկողությունը կորցնում է, թե ոչ Արմեն Աբազյանի հիանալի մասով։ Տեսեք, Արմեն Աբազյանը մի մարդ է, որը մի 50 անգամ Նիկոլ Փաշինյանին պետքա ձերբակալել, չի ձերբակալել։ Հիմա Սամվել Կարապետյանին, որ հրաժարվել է ձերբակալել, կարծում եմ պայմանավորված է իր ծննդավայրով։
Չեմ բացառում, որ կարող է ինչ-որ կապեր կան Կարապետյանների ընտանիքի հետ ու զուտ մարդկային հարաբերություններից ելնելով չի կարողացել գնալ այդ քայլին։ Չեմ կարծում էլի ոնց քեզ ասեմ, որ ինքը մտածել է Հայաստանի Հանրապետության մասին, մեր վարկանիշի մասին կամ մտածել է, որ Սամվել Կարապետյանը փայլուն մարդ է, դրա համար չի արել։ Չէ, ուղղակի ազգակցական կամ ինչ-որ ընկերական կապեր կային, դրա համար զուտ մարդկային առումով չի արել։ Թե չէ լինի Աբազյանը, թե լինի ուրիշը, կան լինել։ Հիմա Նիկոլայնը թազապետա դնելու, այն էլ կանի։ Այս երկրում այս 7 տարվա մեջ ինձ թվում է մենք որևէ բանի վրա այլևս զարմանալ պետք չի։ Ես պետքա կրկնեմ էլի 2018-ին նախագահ Քոչարյանի կալանավորից հետո ես էլ որևէ բանի վրա չեմ զարմանում։ Որևէ չկա մի բան, որը ինձ կզարմացնի այլևս այս երկրում։ Ուղղակի այնա զարմանալի, որ դեռևս կան մարդիկ, որոնք զարմանում են եւ կրկին դիմում են բիզնեսմեններին։ Գալու է ձեր դուռը չոքի։ Մի վախեցեք, կռվի դուրս եկեք։ Մի վախեցեք, պայքարեք։ Որտեվ Սամվելը Կարապետյան, նորից եմ կրկնում, Հայաստանում սաղ ձեռից վերցնեն, չի աղքատանա։ Մենք ենք աղքատանալու։ Մենք հասարակ ժողովուրդը, որոնք աշխատում են իր մոտ, որոնք կարողանում են ընտանիք պայելի շնորհիվ դրա, որ Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքը որոշել են ներդրումներ անել Հայաստանում։ Իրեն վնաս չեք տալու, չնչին առնելու իր համար ֆինանսական վնասը։ Իսկ մեր երկրի համար լինելու է խայտառակ։ Դրա համար տեր կանգնեք բոլորդ այս երկրին, որտեղ այս երկիրը մենակ փող աշխատելու համար չէ։ Այս երկիրը նաև ապրելու համար է, ձեր զավակներին այստեղ փառահեղ կյանքով ապավելու համար է։ Միշտ մտածեք, որ ձեզանից հետո կյանք է լինելու, ձեր թոռներն են լինելու, ծոռներն են լինելու։ Թողեք այնպիսի երկիր իրանց համար, որոնցում դուք ինքներդ կուզենաք ապրել։ Այլ ոչ թե մի կողմ կանգնած նայեք վախվորած, թե ինչ է կատարվում եւ մտածեք, դե լավ, երևի գնանք ստեղից։ Պետք չի գնալ։ Պետքա մնալու կռվել, պետքա մնալու պայքարել, պետքա անվախ լինել։ Լավ, մի երկու ամիս հետո ձեզ նստացնի, բան չի լինի։ Եվ ինչն է հատկանշական, կարծեմ եղբորորդին է նաև այդ հրապարակումը արել, որ 21-ի թե 22-ի միջազգային հետախուզում հայտարարեց Ադրբեջանը Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Եվ նույն օրը այստեղ Հայաստանում տեսակ ինչ տեղ ունեցա Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Եվ սրա զուգահեռ ակտիվ անտում շարունակվում է, դատարանում շարունակվում է ռազմագերների գործով շինց ու դատավարությունները, խնդրեմ այս մասը տեսեք։ Տեսեք, Մարիամ ջան, ընդհանրապես սիմվոլիկան այս իշխանության մեջ շատ լուրջ դերակատարություն ունի, ինչքան է մենք փորձենք դրան ուշադրություն չդարձնել, բայց դա այդպես է։ Եկեք հիշեցնեմ, որ նաև մի անգամ նախագահ Քոչարյանի եւ մնացածի դատը տեղի էր ունենում Շուշի ազատագրման օրը։ Կարող էր, չէ, այլ օր նշանակվեր դատ, բայց եղավ հենց այդ օրը։ Եվ կարծում եմ, պարոն Կարապետյանի կալանավորման որոշումն էլ հենց այնպես չէ, որ հենց այն օրն են անում, երբ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել պարոն Կարապետյանի եւ եթե չեմ սխալվում, նորը նաեւ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Սա սատանայական, ինչ-որ սատանիստական ակումբի նմանացնող գործելավոճ է, որում շատ բաներ են տեղ ունենում, որոնք կարծես թե պատահական են, բայց պատահական չեն։ Օրինակ արի հիշենք, որ եթե չեմ սխալվում, երբ որ իր չգրանցված տիկինը Շվեյցարիայում էր, թե որտեղ էր, հիշում ես, որ մի հատ մայկա էր հագե, որի վրա գրած էր, որ փախստական է, եւ դրանից հետո ամիսներ անց Արցախը դատարկվեց։ Կամ հիշում ես, երբ որ Աննա Հակոբյանի դիմացը գիրք էր դրած, հետո այդ նույն գիրքը, նույն ասելով չեմ ասում, ես նույն, բայց նույն գիրքը հայտնվում է Ադրբեջանում մեր ռազմագերներից մեկին հարցաքննող քննիչի սեղանին։ Իսկական բաներ են, որոնք սարսուռ է անցնում մարդու մտքով, երբ որ նայում ես ամեն ինչին ու ասում ես, սա պատահական չէ։ Այս մարդիկ սիմվոլիզմի ինչ որ հետևից ընկած թուրքական, ինչ-որ անհասկանալի հայերին ոչնչացնող ծրագիր են իրագործում։ Ես օրինակ երբ որ տենում եմ Մարիա Կարապետյանին խոսալուց, միակ բանը, որ այդ պահին մտքովս անցնում է, դա այն է, որ այս աղջիկը պետք է ցմա բանտում նստի։ Ցմա։ Ընդ որում ոչ միայն ինքը, որովհետև նման թուրքասերներին պետք է բանտարկել, իհարկե օրենքով, եւ բոլորին տալ ցմա ազատազագրում առանց որևէ հնարավորության բանտից դուրս գալու։
Ես ասում Հայաստանում ինչ որ միտեղ իշխանապողությունից հետո պետքա արձան դավաճանների կառուցվի, վատ իմաստով արձան, բոլորի դեմքերը լինեն, որ սերունդները ապագա երբ որ մեծանան, բոլորը իմանան թե հայ ազգի դավաճանները ովքեր են դավաճանել Արցախը, ովքեր են դավաճանել Հայաստանին, ում ձեռքով է գնացել Արցախ, ում ձեռքով է նահատակվել հազարավոր մեր զինվորներ։ Այդ ամենը պետք է ակնառու լինի թե պատմության դասագրքերում եւ թե նաեւ արձանի տեսքով։ Մենք պետք է դավաճաններին մեր դեմքով իմանանք, որտեվ գիտես ինչ Մարիամ ջան, այս 7 տարվա մեջ մի 3 տարի առաջ եմ այս բառերը ասել, պետք է նորից ասեմ։ Մենք վերածել ենք մի երկրի, ուր կան հայտնի դավաճաններ եւ անհայտ հերոսներ։ Մենք չենք գնահատում մեր հերոսներին։ Մեր հասարակությունը այլևս հեռացել է մեր հերոսներից։ Մենք չգիտենք ովքեր են 44-րդ հերոսները, բայց մենք բոլորս գիտենք դավաճանները ովքեր են։ Ես ուզում եմ հակառակը լինի, ես ուզում եմ բոլորս հերոսներին իմանանք, ուղղակի հիշենք դավաճաններին։ Միանշանակ։ Քանի որ տիկնոջից է մեջբերումներ արեցիք, սպասվում է, որ սեպտեմբերին 2 տարով հայտարարել է գնում է Չինաստան, մագիստրոսական կրթության, ասում է սա մի շուտ փախուստի ձև է, ինչ կասեք այս։ Չեմ կարծում, որ սա փախուստի ձև է, չեմ կարծում, որ 2 տարի չի գալու, իսկ թվում է երևի գնալու է մի 2-3 շաբաթ ընդ մնա, հետո գա ու հեռակա շարունակի։ Մի խոսքով կրկին իմ կարծիքն է, չեմ կարծում, որ գնալու է ու մնա։ Ինքը այս վայելքը չի թողնի։ Այդ ընտանիքում ամենաշատը վայելում է Նիկոլի իշխանություն հենց ինքը։ Իր բաղվածքով, իր ոնց է փոխվել, կերպարանա փոխվել, դարել է անգլիական թակուի արդեն, ախրանայով մանագալի դռները բացում են, փակում են, սովորել են։ Դուք կյանքում հիշում եք, որ Հայաստանի որևէ նախագահիկին իրան այդպես պահացել է։ Դուք հիշում եք, որ որևէ նախագահիկին բերանից նման բառեր արտահայտին, ոնց սա վերջերս գրում է։ Սա ուղղակի կրկին ժողովուրդ միշտ հիշեք, որ Նիկոլի ու Աննայի Facebook-յան էջը մենակ դուք չեք կարդում։ Կարդում է ամբողջ աշխարհը։ Ամբողջ աշխարհը եւ մի պահ պատկերացրեք, թե մեր մասին, հայերիս մասին ինչ է մտածում աշխարհում, երբ որ տեսնում են, թե ով է մեզ ղեկավարը։ Այսինքն ոչ թե մեզ, այլ մեր երկիրը։ Այսքանը Մարիամ ջան։ Ես եմ շնորհակալ։